ՆԱՏՕ-ի Վրաստանում կազմակերպած Nobel Partner 2017 զորավարժությանը մասնակցում է 8 երկրի 2800 զինծառայող։ Զինվորական հմտությունները ցուցադրելու հնարավորություն ունի նաև հայկական բանակի 40 հոգանոց թիմը։ Ներկայացված է ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալի կազմով, որի վրա դրված է ամբողջ զորավարժության ընթացքում ողջ անձնակազմի իրական կյանքի բուժապահովում։ Ամենամեծ զորակազմով ներկայացել է Միացյալ Նահանգները 1421 զինվորական, ամենափոքրը Թուրքիան, ընդամենը 3 հոգի։ Զորավարժությանը մասնակցելուց հրաժարվել է Ադրբեջանը։ Մենք համագործակցում ենք մասնակից երկրների հետ եւ անհամբերությամբ սպասում ենք համատեղ գործողություններին։ Զորավարժությունն ավելի տպավորիչ եւ լիարժեք անցկացնելու նպատակով ամերիկյան զինվորական տեխնիկայի մեծ խմբաքանակ է բերվել Վրաստան։ Ավարտից հետո դրանք նորից կվերադարձվեն ԱՄՆ զինված ուժերին։ Առաջին անգամ է, որ Վրաստանում այսքան ամերիկյան զինտեխնիկա է բերվել եւ այս ամենը կիրառվելու է զորավարժության ընթացքում։ Վազիանիում երրորդ նման զորավարժությունն է անցկացվում։ Նախորդ 2 տարում մասնակցում էին միայն Վրաստանը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան։ Նպատակը ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ռազմական ունակությունների բարելավումն ու համագործակցության ամրապնդումն է։ Մուշեղի Սախանյան, Գիվի Փեյքրիշվիլի, օրակարգ, Թբիլիսի, Երևան։